Բնությունը մարզկենտրոն Կապանին տհաճ անակնկալներ է մատուցել, առաջացնելով քարաթափումներ երթևեկության ժամանակավոր խոչընդոտում։ Գիշերը ժամը 4:30-ի սահմաններում Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել հենապատի փլուզում, ինչի հետևանքով մասնակի փակվել էր Մայրուղու երթևեկելի հատվածը։ Դեպքից անմիջապես հետո Կապանի կոմունալ ծառայությունը տեղում է։ Քաղաքում տարբեր տեղեր կան քարաթափումներ, թե Մայրուղու ուղղությամբ, թե բանավաններ տանող ճանապարհներին։ Հատվածը ավարտելուց հետո նաև կտեղափոխենք մյուս հատվածներ։ Կոմունալ ծառայության բոլոր տեխնիկական միջոցները օգտագործում են, ինչպես նաև մենք խնդրել ենք Կապանի նորոգչին կազմակերպության կողմից նրանց տեխնիկական միջոցները ևս օգտագործում ենք մաքրելու ճանապարհատվածը բացելու համար։ Ժամը 12:10-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացվել, թե Կապան քաղաքում վարարել է նաև Ողջի գետը։ Ինչպես դեպքի վայրում է պարզվել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևից փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։ Մասնակի խոչընդոտել երթևեկությունը, տուժել են մեքենաներ, կենդանիներ։ Պաչագան գետում բնակվող բոլորի սիրելի կապանյան բադերը հայտնվել էին Ողջի գետում։ Վարար հոսքի պատճառով հնարավոր չէր նրանց դուրս բերել։ Նշենք, որ Կապանում մեկ օրում մարտի 27-ին թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75%-ը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մինչև մարտի 28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են առատ տեղումներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով մարտի 27-ի ժամը 12:30-ի դրությամբ մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Հանրապետությունում փակ ճանապարհներ չկան։ Պետական մարմինները հորդորում են հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Անի Գրիգորյան, Տիգրան Մանյան, Սյունիք, լուրեր։